Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարտ» հեռուստասերիալը մոտենում է իր ամենաճակատագրական, պայթյունավտանգ և հոգեբանորեն ամենաբարդ հանգույցին։ Նախորդ սերիայի ցնցող ավարտից հետո, երբ Լեոն, փրկվելով Հունանի դժոխային նկուղից, կանգնեցրեց Ավոյին փակուղու առաջ և պահանջեց ողջ ճշմարտությունը, մենք հասկացանք՝ ստի ժամանակն ավարտված է։ Այսօր մենք կկատարենք ամենատրամաբանական և խորը վերլուծությունը հասկանալու համար, թե ինչ ավերիչ փոթորիկ է սպասվում մեզ առաջիկա սերիաներում։ Տեղավորվեք հարմար և ուշադիր հետևեք մեր կանխատեսումներին։ Սկսենք Սարգսյանների տանը տիրող գերլարված իրավիճակից։ Ավոն հասկանում է, որ սա իր վերջին շանսն է։ Եթե նա հիմա նորից փորձի խուսանավել, Լեոն և Դավիթը նրան վերջնականապես և անվերադարձ կշպրտեն իրենց կյանքից։ Մեր վերլուծությունը հստակ հուշում է, որ Ավոն վերջապես կարտասանի այն արյունոտ անունը, որը տասնամյակներ շարունակ թաքցված էր։ Նա կնայի Լեոյի աչքերին և կասի. «Ձեր հորը Ռաֆոին սպանել է Հունան մակունցը»։ Պատկերացրեք Լեոյի վիճակը այս բառերը լսելուց հետո։ Նրա ողջ աշխարհը, նրա ապագայի բոլոր պլանները մի վայրկյանում կվերածվեն մոխրի։ Տղան, ով պատրաստ էր դեմ գնալ ողջ աշխարհին հանուն Լեայի, հանկարծ գիտակցում է, որ իր պաշտելի էակի երակներով հոսում է իր հոր մարդասպանի արյունը։ Սա ողբերգություն է, որը կարող է խելագարության հասցնել ցանկացածին։ Լեոն կհայտնվի անմարդկային երկընտրանքի առաջ՝ արդարացի վրեժ հոր սպանության համար, թե սեր Լեայի հանդեպ։ Մենք կանխատեսում ենք, որ այս շոկից հետո Լեոն կփակվի իր մեջ, կդառնա ագրեսիվ և միգուցե կորոշի արմատապես փոխել Հունանի հետ պայքարի մարտավարությունը, սիրահարված երիտասարդից վերածվելով սառնասիրտ վրիժառուի, բայց Ավոյի խոստովանությունը դրանով չի ավարտվելու։ Լեոն հստակ պահանջել էր իմանալ նաև իրենց կորած եղբոր ճակատագիրը։ Ավոն, սակայն, դեռևս ինքն էլ չգիտի, թե ուր է այդ երեխան։ Նա չի էլ կարող պատկերացնել, որ այդ տղան Վովան է, ով շատ մտերիմ է Լեոյի ու Սարգսյանների ընտանիքի հետ։ Իսկ ինչ է կատարվելու մակունցների առանձնատանը, երբ Հունանն իմանա, որ իր մարդիկ ձախողել են և Լեոն արդեն ազատության մեջ է, նա կվերածվի կատաղի գազանի։ Նա կհասկանա, որ այլևս չի կարող զսպել Լեոյին, իսկ դա նշանակում է պետք է կրկնակի ուժով վերահսկել Լեային։ Լեան, չստանալով որևէ բացատրություն, կփորձի կրկին փախչել տանից։ Եվ հենց այս լարվածության գագաթնակետին Իննայի համբերության բաժակը վերջնականապես կլցվի։ Տեսնելով դստեր հոգեվարքը և Հունանի հիվանդագին համառությունը, Իննան կհասկանա, որ լռելն այլևս հանցագործություն է։ Մենք համոզված ենք, որ առաջիկա սերիաներում հենց Իննան դեմ կգնա ամուսնուն և Լեային կպատմի ամենասարսափելի ճշմարտությունը Ռաֆոյի մահվան մասին։ Սա կլինի Հունանի և Իննայի հարաբերությունների վերջնական ու անդառնալի խզումը։ Մենք չենք կարող անտեսել նաև Գրիշոյին ու Մանանին։ Գրիշոն, ով փորձում էր գաղտնի օգնել և իմանալ Լեոյի տեղը, շուտով կբախվի հոր իրական հրեշավոր դեմքին։ Իսկ Մանանը, իմանալով եղբոր հետ կատարվածի մասին, այլևս արցունքներ չի թափի։ Այդ հպարտ աղջիկը կսկսի ներսից քանդել Հունանի կայսրությունը, դառնալով նրա ամենամեծ գլխացավանքն իր իսկ տան մեջ։ Սիրելի հետևորդներ, իրադարձությունները ստանում են պարզապես ցնցող ընթացք, և մենք անհամբեր սպասում ենք ձեր կարծիքներին։ Ինչ եք կարծում, երբ Լեոն վերջապես իմանա հոր մարդասպանի անունը, արդյոք կհրաժարվի Լեայից, թե նրանց սերն ավելի ուժեղ կգտնվի անգամ այս արյունոտ վրեժից։ Եվ կկարողանա արդյոք Գրիշոն հանուն Մանանի կանգնել հարազատ հոր դեմ։ Անպայման գրեք ձեր ամենահետաքրքիր վարկածները մեկնաբանություններում, քննարկենք միասին և մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ թեժ վերլուծությունները։ Շնորհակալություն դիտելու համար։